Ժողովրդավարությունը ենթադրում է, որ պետք է հակաժողովրդավարական ուժերը զրկվեն քաղաքական գործունեությունից։ Այսինքն չի կարելի ժողովրդավարության դեմ եւ անկախության դեմ մեր պետության ռեսուրսներով պայքարել։ Պետք է զրկվեն այդ կազմակերպությունները ընտրություններին մասնակցելու իրավունքից եւ երկար տարիներով, որտեղ ես հիմա նորից բացեմ, երկու կազմակերպություն, տեսեք կազմակերպություն եմ ասում, Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի կողմից ճանաչվել են հանցագործ։ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կազմակերպությունները այդ ընտրարշավի ընտրություններին մասնակցող ուժերը ճանաչվել են, ունեն դատավճիռ, որ հանցագործություն է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, իշխանության զավթում է տեղի ունեցել եւ արդարադատության դեմ խոչընդոտներ են հարուցել։ Դուք պատկերացրեք, մեր երկրում նրանք, որպես ռեցիդիվիստներ, արդեն նրանք ռեցիդիվիստ են, մի անգամ իշխանությունը զավթել են, դրա վերաբերյալ ունեն դատավճիռ։ Հիմա նրանք պետք է չմասնակցեն քաղաքական կամպանիային, քաղաքական պայքարին, քաղաքական հարթակում չպետք է լինեն, այ մենք դա ենք պահանջում, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի։ Այսինքն չպետք է ոչ թե չպետք է լինեն, այլ չպետք է լինեին, հա։ Չպետք է լինեին մեկ դրա համար։ Չպետք է մասնակցեին ընտրություններին։ Եվ հիմա Չեղյալ համարի Սահմանադրական դատարանը ու հանձնարարի կառավարման համակարգին, որ ապահովի ժողովրդավարական ընտրություններ, չի ապահովել, այ իշխանությունը չի ապահովել ժողովրդավարական հարց, ինչ եղավ այդ 50-50 պայմանավորվածությունը, եթե կար այդ 50-50-ը, ուրեմն իշխանություն, դուք էլ ասեցիք ինչու իշխանությունները դրանից հետո չփակեցին, այլ թույլ տվեցին, որպեսզի այդ ձեր ասած պրոքսի ուժերը մասնակցեն ընտրություններին, դա տեղի ունեցավ։ Ինչու դուք դրանից ընտրությունների օրվանից առաջ չընդվզեցիք։ Ասել ենք, ես հիմա ինչ որ ասում եմ, դա ուղղակի կրկնում եմ, ինքս ինձ կրկնում եմ։ Ասել եք, բայց մեխանիզմ չի եղել խոչընդոտելու։ Ռեսուրս, տեսեք։ Հիմա Սահմանադրական դատարան կա, ընտրությունների արդյունքներ կան եւ դուք կարող եք դիմել, առաջ դիմելու տեղ չունեիք։ Ունեինք, դիմել ենք։ Նույնիսկ ձեր մոտ եթերով, այսինքն այլ գործիք մենք չունենք։ Չկա։ Ինչ որ կա, մենք դա անում ենք։ Հիմա էլ տեսեք, երկրորդ փուլին անցնեմ ես։ Հիմա լավ, ենթադրենք Սահմանադրական դատարանը ճիշտ այնպես ինչպես կենտրոն, իդեպ ասեմ, որ դրանք փակ լինեին, կիսախավար սենյակում անեին իրար չտեսնելու համար, կասենք դե երևի ինչ որ պայքար է եղել, քննարկում է գնացել, զգուշորեն իրար քաշքշել են, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը միաձայն ասեց, որ թույլ ենք տալիս, որ զավթեն իշխանությունը։ Հանրապետություն կուսակցությունը դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ մատնանշել էր, որ գողանում են պետությունը, թալանում են, տանում են իշխանությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսպես լուսավորված, ինչպես ձեր սրահն է։ Լավ էլ անում են, թող տանեն, այո, թող տանեն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ընթացք չտալ, չկանխել Հայաստանի Հանրապետության իշխանության գողությունը եւ ժողովրդավարության գողությունը, այլ գողության վրա Հանրապետություն կուսակցությունը բռնել էր, ասեց գողանում են իշխանությունը, ասեց լավ են անում, թող տանեն, մենք գիտենք։ Ես դրա համար եմ ասում, ուրեմն գործարքը պայմանավորվածություն է եղել, պայմանավորվածության համաձայն թույլատրվեց, որ նրանք իշխանությունը գողանան հայ ժողովրդից տանեն։ Հիմա ասում եք իշխանությունը գողանան, բայց կոնկրետ թիվ կա մարդկանց, ովքեր իրենց ձայն են տվել, ճիշտ է։ Այո։ Այդ դեպքում ոնց են գողացել, այդ մարդիկ գնացել են եւ ձայնը տվել են։ Երբ որ մարդիկ տեսնում են ապրիլի 1-ին մեր իշխանությունը դուրը չի շրխկացնում, ձեռքը չի խփում սեղանին, խփեց իմիջիալոց, ասեց որ անձնագիր բան տվեք, թող գան։ Բայց քան մարդկանց տեսեք, մերոնք հասկացան, եկեն գայանե, մեր 300,000 քաղաքացիները հասկացան, որ ծախված է իշխանությունը,
50%-ը տվել են։ Դե ասում եմ, դե մի 10,000 դրամ էլ ես վերցնեմ, ես դատապարտում եմ դա, չէր կարելի, այդ 300,000-ը հակապետական քվեարկության է մասնակցել, այսինքն ձայնը տվել են մարդկանց, ովքեր որ ասում են լուծարենք հայկական պետությունը, դարձնենք գուբերնիական վիլայետ։ Ուզում եք ասեք նրանք, ովքեր որ ընդդիմադիր կուսակցություններին ձայն են տվել, անխտիր բոլորը կաշառքի դիմաց են դա արել։ Չէ, ես ասացի կաշառքի դիմաց արնողները 3 կատեգորիայի քաղաքացիներ կան այդ 300,000-ի մեջ։ Առաջինը ովքեր որ կաշառք են վերցրել, երկրորդը ովքեր որ համաձայն են գործարքին, պաշտպանում են իշխանության այդ վարքագիծը, ասում են, հա, եթե ծախում ենք, թույլ ենք տալիս, որ գրավեն, մենք էլ ենք թույլ տալիս, մենք մեր ձայնով թույլ կտանք։ Եվ երրորդ ուժը օգտակար իդիոտները, դրանք անընդհատ միտեղ քվեարկում են։ Մերոնք տեսան, որ կա գործարք, եթե գործարք չլիներ, այսինքն այդ վախի մթնոլորտը չէր կարող լինել Հայաստանում։ Ուղղակի հարկավոր էր տպել Լենին Աթաթուրք, պայմանագիրը տպել ամեն օր բոլորի սեղանին դնել, որ ով է Թուրքիային պետություն դարձրել։ Այսինքն թուրքական սպառնալիք կա, թե չէ։ Այ ովքեր որ մեզ վախացնում են Թուրքիայով, այդ դրանց մասին կան հատուկ փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը հարկավոր է տպել, հարկավոր է 1920 թվականի պատերազմը այդ Զանգեզուր կինոյով չբավարարվել, ցույց տալ, որ Կարմիր բանակը, բանվորագյուղացիական, ռուսական բանակը թուրքական բանակի հետ միասին օկուպացրել է հայկական պետությունը, այսինքն թույլ տվեց իշխանությունը, այդ 300,000-ը տեսան, որ իշխանությունը իրավունք եւ հնարավորություններ ունի արգելելու այդ քարոզչական տրյուկից, բայց չի անում, բարի, այսինքն չի վախենում, մարդիկ, եթե ինձ վախացնում են, ես գիտեմ, որ ինձ պաշտպանող, իմ վախը չափող գործիքը պետությունն է, եթե պետությունը աջակցում է վախացնողին, ես ասում եմ, չէ՞ որ 3 կատեգորիայի բաժանեցի։ Բարի, մի հարցել, ստացվում է դուք ասում եք Ռուսաստանին ոչ ասողը ինքը նաև Թուրքիային է այո ասում, որտեղ Ռուսաստանը եւ Թուրքիան դա նույն խաղացողներ են։ Մենք պետք է դիտարկենք ոչ թե Ռուսաստան, Թուրքիա կամ, այլ Ռուսաստան եւ Թուրքիան միասին են եւ եվրոպական ճանապարհը։ Արդեն դա առանձին բան է, դա տեսեք առանձին։ Հիմա նորից եմ հասնում, այդպիսի այլընտրանք, այդպիսի ընտրության առաջ կանգնած է եղել ընտրողը։ Այո։ Ինչին է ասել ընտրողը այո, ինչին է ասել ոչ։ Ձեր կարծիքով։ Ես ասում եմ, որ գործարքին 300,000 հոգի ասել է այո, գործարքին։ Մեկը փողը վերցրել, մեկը քաղաքական առումով իդիոտ է, իր համար միևնույնն է, գնաք այդ արկղի մեջ մի թուղթ գցի, նրա համար միևնույն է։ Եվ կան նրանք, ովքեր որ համագործակցում են այդ վախի մթնոլորտը, այ հենց հիմա մենք կարող ենք ուրիշ բաներ էլ ասել, չէ՞, դուք չեք սահմանափակել օրակարգը, այսինքն ես ինչ ուզենամ կասեմ, ու դուք չեք խոստացել եք, ասում եք, որ ասա։ Ուրեմն ուզում եմ ասել, որ հնարավորություն ուներ մեր քաղաքացին ընտրելու։ Նա տեսա, որ պետությունը իրեն չի պաշտպանում, պետությունը չի պաշտպանում, իր ձայնը չի պաշտպանում, թույլ է տալի, որ գողանան, պետությունը թույլ է տալի, որ Հայաստանում կեղծ օրակարգ լինի, ռուսական թե թուրքական, այդպես չի, կա արևմուտք, ինքը մասնակցել է մեր ժողովուրդը 2 անգամ, ես անընդհատ դա կրկնում եմ, 2 անգամ ժողովրդին հարցրել են, ինչ ես ուզում, ազատ ասել են արա, ինչ ուզում ես, 99% մասնակիցների, ես ասում եմ 2.5 միլիոն սովետական Հայաստանի քաղաքացի ասել է, մենք դուրս են գալիս ռուսական իմպերիայից, մենք ատում ենք ռուսական իմպերիան, հիմա ասում եմ, մենք չենք ատում, մենք Ռուսաստանին չենք ատում, մենք լավն ենք, փափլիկ ենք եւ սպիտակ, չէ, ռուսական իմպերիան նշանակում է Չարենցին, Բաքունցին գնդակահարող, դա է նշանակում, 200 թե 300,000 հայ տղամարդ գնդակահարող գերմանական ճակատում, դիվը չգիտենք, մենք չգիտենք ինչքան են մեզ գնդակահարել, ասում եմ մենք չենք ատում,
Ոչ չեք ատում, լավ արեցին, որ Զաբել Եսայանին գնդակահարեցին։ Դա լավ բան էր, որ հայրենադարձ հայերին տասնյակ հազարներով հանեցին, քշեցին Սիբիր։ Լավ էր, չեք ատում դա։ Սիրում եք դա։ Ես դա չեմ հասկանում։ Ատել բառը որ օգտագործում Բայց է չէ, բայց սեր եւ ռուսոֆոբիա կասեն, Չէ, ռուսաֆոբիան ո՞րն է։ Դե Չարենցին սպանողը։ Ռուսաստանի քաղաքականության եկեք բոլոր դեպքերում ընդգծենք ինչի մասին է խոսքը։ Այսինքն Ռուսաստան բառը կարանք օգտագործեն։ Եթե Ռուսաստանը գնդակահարում է մեզ 1300 սպա հայկական բանակի գնդակահարվել է, սիրով ենք մենք այդ գնդակահարողին գնանք ձեռքը համբուրենք, ինչ անենք։ Տեսեք ինչ նրբություն իրողություններ եք ասում այսօր լրիվ ամեն ինչ։ Բայց այսօր որ մեր գյուղացիներին սնանկացնում է։ Սիրում ենք մենք Ռուսաստանին, որ փակել է մեր գյուղատնտեսական մթերքների ճանապարհը։ Սիրում ենք, լավ անում։ Լավ անում մեր գյուղացուն, որ սնանկացնում է։ Լավ բան է, ինչ լավ է։ Ուստի նորից հետ գանք։ Ես ասում եմ, մեր պետությունը պետք է ասել, այ հիմա 3 չի առաջ օրը ռուսական ագենտի անունով կենտրոնական փողոց Ամիրյանը փոխել էր վայնասուն են բարձրացրել, ասում են, դե նա հայկական պետությանը դեմ էր, ով չի հայկական պետությանը դեմ։ Ասում են, ուրեմն մետրոն էլ փակեք, ատոմակայանը փակեք, իբր թե դա ռուսներն են սարքել, ոչ թե հայ ժողովուրդը, ոչ թե մենք ենք աշխատել։ Գիտեք, աշխարհորակ Բելգիայում ատոմակայան չկա, մետրոպոլիտեն չկա Հոլանդիայում, Դանիայում չկա, փոքր պետություններ եմ ես ասում։ Ավստրիայում չկա ոչինչ, անապատ է։ Դրանց մտածելակերպ ասում են, Ստեփան Շահումյանը ո՞նց եք անում։ Ստեփան Շահումյանը ո՞նց է Դավաճանի անունը, ո՞նց եք անում։ Ուրեմն հայկական պետությունը լուծարեք։ Ստեփան Շահումյանն ասում ենք, դա ով է եղել Ստեփան Շահումյանը։ Դե մեր հայկական պետություն, այս պետությանը որ կա։ Ես միտքս ավարտեմ։ 2 անգամ մեզ հարցրել են հայ ժողովրդին։ Ուզում եք պետություն ունենալ 99%-ը 2.5 միլիոն մարդ ընտրություններին մասնակցել է։ Ասել են այո։ Մենք ատում ենք Ռուսաստանը։ Դուրս են գալիս Ռուսաստանի կազմից, սիրով չէ, ատելությամբ, որ ասել են, ուզում եք ասեք հարցման։ Բայց հարցման մեջ գրած էր դուրս գանք ռուսական իմպերիայի կազմից, ասել են այո, դուրս գանք։ Երկրորդ անգամ բոլորովին վերջերս ում եք ուզում, մեր ժողովրդին հարցրեցին, ուզում եք Ռուսաստանի կազմում մնալ, թե Եվրոմիության կազմում, այդպես եմ ձևակերպում, Եվրոմիություն եք ուզում, թե Ռուսաստան, 60,000-ին ստոպ տվեցինք, արդեն 60,000 Հայաստանի քաղաքացի ստորագրեց, որ ուզում ենք մտնել Եվրոմիության գաղութը, այդ ճամբարն ենք ուզում գնալ, ուզում ենք դուրս գալ ռուսական գաղութից ու ճամբարից, այնտեղ ենք ուզում գնալ, 2 անգամ հարցրել են մեր քաղաքացիները, հիմա 3-րդ անգամ Սահմանադրական դատարան են գնացել, մենք ասում ենք, այս ժողովուրդը, մեր ժողովուրդը ասել է, անկախություն է ուզում եւ ժողովրդավարություն, Եվրոմիություն ասելով մենք հասկանում ենք ազատ ընտրություններ, ժողովրդավարություն ենք ուզում, հիմա Սահմանադրական դատարանը պետք է դա որոշի, հարգում է Հայաստանի Հանրապետության, սովետական Հայաստանի քաղաքացիների որոշումը դուրս գալ սովետական միության կազմից, ռուսական իմպերիայից, երկրորդը, որ մենք ժողովրդավարությունը ընտրում ենք, մեր ժողովուրդը ընտրել է, դա օրենք է դարձել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա չհարգեց, չճանաչեց մեր այդ կարծիքը, ասես թող գնումա գնա, թող տանեն Հայաստանը, հիմա հարց է դրված, Հայաստանը տանեն նորից մեզ տանեն գնդակահարեն։ Լավ, ինչու եք երկրորդ անգամ ուզում ընտրությունները անցկացվեն, վստահ եք, որ ինչ արդյունք կլինի։ Եթե համարենք, որ Սահմանադրական դատարանը բավարարեց։ Ես ունեմ նախադեպ, Տիկին նախադեպ, 2.5 միլիոն սովետական Հայաստանի քաղաքացի անկախություն ընտրել է, 60,000 հոգի ասում եմ ստոպ ենք տվել, պետք է 2 ամսում հավաքվեր 50,000, մի ամսում 60,000 հավաքվել է, կանգար տվեցինք, որովհետև բավարար էր, անհրաժեշտից ավել էր, ուրեմն ես վստահ եմ, որ եթե ազատ արդար թափանցիկ ընտրություններ լինեն, Հայաստանում կընտրվի արհեստավարժ,
լավ կառավարող, լավ վարչարար։ Ինչն է փոխվել, մի ամիս էլ չի անցել դեռ հունիսի մեջ։ Ես ասում եմ, որ սպառնալիք, այսինքն պետության անգործությունը։ Ինչու պետք է այլ արդյունքներ լինեն։ Պետությունը, տեսեք, եթե մի անգամ էլ անգործության մատնվի, բա մենք խոսում ենք դրա մասին։ Եթե պետական ինստիտուտները, ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե աշխատեին, մենք բոլորովին այլ արդյունքներ կունենանք։ Այն 300,000-ը Դուք եթե եք ասում, ես ասեմ մի նախադասություն, որ այդ 300,000-ը դրանը հանգար չսպասի ինձ ողջունելու համար, էլի, որտեղ ես իրանց մասին լավ կարծիք ունեմ։ Ուրեմն այդ 300,000-ը ես համարում եմ իշխանությանը դաս տվեցին, ակցիա արեցին անհնազանդության, այ ցույց արեցին, ասեցին լավ աշխատեք, արգելեք հակապետական քաղաքական ուժերի գործունեությունը Հայաստանում, եթե չէ, մենք նրանց կօգնենք ձեզ աշխատանքից կազատեն։ Իմացաք ինչ էր 300,000-ը։ Ես ափսոս հիմա ափսոսում եմ, չէի կարող երկու ձայն ունենալ, մեկը դրանց կտայի,